Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Հայաստանի շահերի տեսանկյունից ենք փորձելու դիտարկել աշխարհում կատարվողը եւ սկսելու ենք առաջին հարցը վերաբերելու է Ուկրաինայում խաղաղության հարցի շուրջ Պուտինի եւ Թրամփի բանագնացների հանդիպումից, ինչպես կասեն որոշ վերլուծաբաններ, մեկնաբաններ, արդյունքների բացակայությունը եւս արդյունք է, կարելի է այդպես ասել, թե այնուամենայնիվ ինչ որ արդյունքների մասին կարելի է խոսել, համեցիկ։ Եթե խոսքը վերջի հանդիպման մասն է, որ տևել է 5 ժամից ավել Մոսկվայում, ակնհայտ է, որ կոմունիկեի բացակայությունը, այսինքն ավարտից հետո, երբ որ հայտարարության բացակայությունը խոսում այն ասում, որ բուն ուկրաինական պատերազմի վերաբերվող կամ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններին վերաբերվող որից է ընդհանուր որոշման, ընդհանուր եզրակացության չեն եկել, բայց տևել է 5 ժամ։ Բացի դրանից ոնց որ ասում են վիճոկն ու զետյոկը, այսինքն Վիտկոֆը եւ Տամփեսա Կուշները պետք է գնային Զելենսկուն տեսնեին Բրյուսելում, բայց չեն գնացել։ Գնացել են միանգամից Վաշինգտոն։ Սա նշանակում է, որ խոսակցությունը, որը տեղի ունեցել այդ 5 ժամանոցը, ավելի շուտ վերաբերվել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին։ Եվ սա բավականին հետաքրքիր ճակերտներում հետաքրքիր իրավիճակ է։ Այստեղ կարելի է խոսել նաև նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրապարակել են իրենց նոր անվտանգության ռազմավարությունը 2025 թվականին, երբ գալիք տարիների համար, Թրամփի ստորագրությունով է, հետևաբար այդ ամեն նախագահն իր համար է անում։ Այսինքն, քանի այս անախորժությունը նստած է Սպիտակ տանը, մենք ստիպված ենք լինելու ստրատեգիա գնանք, այնտեղ օրինակ անվտանգության մեջ նշված է, որ մեծ հաշվով Թրամփը հրաժարվում է Եվրոպային օժանդակելուց, համարում է, որ Եվրոպան ինքը պետք է վերցնի իր վրա իր պաշտպանության հիմնական հոգսը տանի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ են կանգնում իրենց պարտավորություններից։ Սա իհարկե ահռելի հարված է ԱՄՆ-ի բան, իրան թվում է, Թրամփին թվում է, թե ինքը բան է անում, Make America Great Again է անում, այսինքն ինքը Ամերիկային ոնց որ թե ավելի մեծ տեղ է տալիս, բայց իրականում ինքը ես գիտեք սուր լեզուն բան չունեմ ես երեք նայում եմ բաներին վերլուծաբաններին ովքեր խոսում են այս թեմայով ասենք ամենափափուկ ձևակերպումը Թրամփին վերաբերվող Չիփ ու Շիլը այդ բան էլի այն որ փափուկ չէ պարաշայի կողքը ապրող ոչ մի բան Պարասանել ասենք որ զուտ այդ բանում, այսինքն բոլորի մոտ ծանր վիրավորանք է դա եւ Թրամփը կամ հասկանում է կամ չի հասկանում, չգիտեմ, ինքը ինձ մոտ խիստ տպավորություն է ստեղծում, քան որ քնում է այն իր հիմար բանի նախարարի կողքը, պատերազմի նախարարի կողքը, հարցազրույցի բրիֆինգի ժամանակ քնում է Բայդենին էր ասում Խիստ կասկածում որ ինքը հասկանում է արդեն ինչա կատարվում, ինձ թվում է չի հասկանում։ Այդ ռազմավարության իմաստը ո՞րն է, որին դա ամեն նախագահ հրապարակում է եւ մոտ տարիներին, այսինքն այդ նախագահի կառավարելիք տարիներին, դա ինչպես է գործելու, ինչպես են գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, բոլոր իրան վերաբերվող ոլորտներում եւ բոլոր իրան վերաբերվող ճակատներում, սենց ասած, թե ինչ կարելի է ակնկալել, որտեղից են վտանգները, ինչպես են այդ վտանգները կուպաժ լինելու, ինչպես պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները զարգանա այս կամ այն ուղղությամբ, ինչ որ սենց մի բան։ Ամբողջությամբ 33 էջ ամբողջությամբ չեմ կարծացել մեծ հաշվով ոնց որ թե բանը 25-ով ընդունված է, հրապարակված է երևի 2 օր առաջ, նոր աչքի սնգել բան չասցի, տենց ինչ-որ եւ աչքի սնգա, որտեվ մարդիկ ովքեր կարդացել են գրել են, որ ասենք ինքը հրաժարվել է ամեն ինչից։ Հրաժարվել է ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի հետ, Ուկրաինայի հետ, այսինքն ինքը դե երևի մարդը հաճույք է ստանում, որ կարա Կարիբյան ծովում, ասենք ինչ-որ նավակ տրակացնի, հետո այդ նավակից 2 հոգի լողալով փախտեն շնաձկներից մի կերպ, դրանց էլ կործանիչով ոչնչացնի, այդ ինչ-որ տենց երևի բան է, փսիխոզ է մարդու մոտ։ Նու նորմալ է, նորմալ չի իհարկե, բայց ինչ անես այդ։ Ինչ ուզում եք արեք։ Եթե մեզ մոտ հարցը առաջանում է բանին,
ինչպիսին էր բանակցությունները, ապա մենք պետք է ֆիքսենք, որ մեզ մոտ բանակցությունների հետ կապված տեղեկությունները սահմանափակվում են հայտարարություններով այդ բանակցություններից հետո։ Նախորդ անգամ վիճակը, որ եկել էր, ինքը հետո Եվրամիության հետ խոսեց։ Այսինքն ինքը գնաց եւ Եվրամիությանը ասեց ինչ է եղել։ Տրամպը զանգեց Զելենսկուն ասեց ինչ է եղել։ Հիմա այդպիսի բան չկա։ Ռուսաստանի պահանջով Եվրոպան դուրս է բերվել Տրամպի թեթև ձեռքով իհարկե այդ վիճակ-զաճոկի դուրս է բերվել բանակցային գործընթացից, քանի որ Տրամպը հակաեվրոպական է, ինքը տենց համարում է, որ ինքը Եվրոպոիդ չի, երևի մոնգոլոիդ է, չգիտեմ ինչ է մտածում։ Իրան թվում է, թե ինքը կպայմանավորվի Պուտինի հետ, Ուկրաինայի եւ Եվրոպայի հաշվին եւ կկարողանա այդ հարցը լուծել հնարավորինս արագ եւ անցնել են նրան, ինչը իրան թվում է, որ իր մոտ լավ է ստացվում։ Դա այդ դիլն է, այսպես ասած, որ ինքը շուտ կսկսի առևտուր անել, շուտ փող գեներացնել։ Բոլորը արդեն խոսում են նրա մասին, որ Տրամպի յուրաքանչյուր գործողություն ուղղված է իր սեփական ընտանիքի համար նոր հնարավորություններ ձեռք բերել։ Բոլորն են դրա մասին խոսում, այդ թվում ամենայում, այդ թվում մագաների զգալի մասը, որոնք Ռուսաստանի հետ տնտեսական ինչ-որ հետաքրքրություն ընդհանուր։ Այո, բայց իր ընտանիքի մակարդակով։ Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է սպառնալիք Ռուսաստանի Դաշնության համար։ Եվ մինչ այդ բանակնացների հետ բանակցությունները Պուտինը հարցազրույց էր տվել եւ եվրոպացիները այդ հարցազրույցում արված հայտարարությունների մեջ տեսել էին քողարկված, ոչ ուղիղ, բայց սպառնալիք, որ Ռուսաստանը սպառնում է Եվրոպային պատերազմով։ Հարցս հետևյալն է. որքանով է ամուր ՆԱՏՕ-ն այսօր եւ Թրամփ-ՆԱՏՕ փոխհարաբերությունները ինչպես եք դուք գնահատում։ ՆԱՏՕ-ն ամուր չի։ ՆԱՏՕ-ում արկա առնվազն Հունգարիա, Սլովակիա, Թուրքիա եւ ցավոք սրտի ԱՄՆ, դրանք մի տեսակ ԱՄՆ-ն ուրիշ պատմություն է իհարկե, Հունգարիան այլ պատմություն է, Հունգարիան ուղղակի տենց ադրբեջանական փողով ռուսամետ երկիր է, Թուրքիան խաղում է ճակերտներում իմ սեփական խաղը, այսինքն Թուրքիան հակա եվրոպական քաղաքակրթության գործողություններ է իրականացնում այնտեղ, իր համար հիմնականը առաջնորդությունը վերցնել, Թուրքիան խափում է, սենց ասեմ, ընդ որում ամենակարևորը որն է եւ ամենածիծաղալին, բոլորը խափում են Տրամպին։ Տրամպը համարում է, որ ՆԱՏՕ-ն իրան խանգարում է։ Ինչու՞։ Որովհետեւ կա առնվազն Պուտին, որը ասում է ՆԱՏՕ-ն ինձ խանգարում է։ Իսկ ինքը ո՞նց է դիտա։ Ինքը ասում է ես Պուտինի հետ դիլ կանեմ։ Իրան ընդհակառակ ձեռնտու է, որովհետեւ բոլոր կորպորացիաները, որոնք աշխատում էին Ռուսաստանում, իրանք դուրս են եկել։ Որտեվ մանկապիղծ բանակ, որտեվ ռազմական հանցագործություններ, որտեվ ագրեսիա, որտեվ բան։ Նա ոնց որ դաշտը դատարկ է։ Ինչ անում Տրամպը։ Տրամպը ասում է շուտ կնքեմ, որ իր ընկերություններն են Ռուսաստան ու այդ սաղ բանը քերեն։ Ոնց որ այդ թթվասերը վերցնեն, հա, կամ ռեժանը գլխից։ Սա սենց չի աշխատում։ Պրոբլեմը նրանում է, որ իրան թվում է, թե Պուտինն էլ է դա ուզում, բայց ինքը մոռանում է, որ Պուտինը դա պետք չի։ Պուտինը ունի այնքան փող, ինչքան իրան պետք է։ Մի քիչ ավել։ Իսկ ինչա պետք Պուտինը ունի իր երկիրը, Պուտինը ունի մոտավորապես 100 միլիոն մարդ, ովքեր ինչպես տեսնում ենք, պատրաստ են երեխա բռնաբարել, մեռնել Պուտինի համար, ոչ մի պահանջ չներկայացնել, ապրել թրիքի մեջ, նորմալ է։ Իրանք օքեյ են դրա հետ։ Կարևորը որ ուժեղ առաջնորդա բան։ Ստեղ գալիս է խնդրեմ։ Տրամպը չի հասկանում ոչ մի բան, որը իր այսպես կոչված beautiful ocean-ից այն կողմը։ Ինքը չի հասկանում, թե ընդհանրապես այն ինչ որ կոչվում է հին աշխարհ, իսկ իրականում քաղաքակրթության բնորան, ինչպես են այստեղ գործերը ընթանում։ Ոստեղ պատմությունը կարևոր է, մշակույթը կարևոր է, աչքի փագելնելու ունքի բարձրելները կարևոր է։ Կարևոր է ով են եղել քո ծնողները 200 տարի առաջ։ Հասկանում եք, իսկ իր համար դասական ռեյդնեկների համար աշխարհը չի եղել մինչև մոտավորապես
1880 թվական։ Մի խոսքով, որ եվրոպացիները այսպես անհանգստացել են, մենք գիտենք, որ Ֆրանսիայի նախագահը Չինաստան է գնում, բանակցում է սրա հետ, ոնց որ թե եվրոպացիները ոնց որ թե առանձին են, Միացյալ Նահանգները առանձին են եւ Պուտինը այդ սեպը, որ խրում էր, որի մասին բոլորը ասում էին, ստացվում է, որ հաջողություն է հասնում Պուտինը այդ սեպը խրելու մեջ, հարցում։ Ձեզ մոտ ձևակերպումը ճիշտ է, որ Պուտինը խրում է սեպը։ Լավ։ Բայց որտեղ է Պուտինը սեպը խրում։ Եկեք տեսնենք։ Պուտինը սեպը չի կարող ինքը խրի Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ։ Էլ եմ ասում, մենք պետք է դիտարկենք սրանք առանձին, Տրամպի ադմինիստրացիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանք խիստ տարբեր բաներ են։ Մասնավորապես մեզ մոտ գոյություն չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնք Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգում չկան, որովհետեւ հիմնականում թիրախը ռուսական հրթիռների դա ԱՄՆ-ն է, Եվրոպան չի։ Եվրոպական դոկտրինը Ռուսաստանի տեսանկյունից շատ վատն է։ Եվրոպական նույն ֆրանսիական միջուկային դոկտրինը պարունակում է կետ ամենակարևորը, որ նախ իրանք կարան առանց իրանց վրա հարձակվելու կանխարգելիչ միջուկային հարված հասցնեն եւ իրանց նպատակը 80+ միլիոն մարդ ոչնչացնելն է։ Իրանք ոչ մի ուրիշ բան չունեն։ Իրանք չեն ասում, այ մենք միջուկային զենք ենք ստեղծում, որ մեզ վրա ոչ մեկ չհարձակվի, չէ, Դեգոլի գրած պլանն է։ Դեգոլը 40 թվականին տեսավ ինչով է ավարտվում, սենց է կասկածում եմ, որ կարաս ինձ վնաս տաս, մաքրում եմ 80 միլիոն մարդ ոչնչացնում եմ առաջի հարվածով։ Հետո դու գնա մի հատ տես ինչ ես անում, հետո կնստենք, կարանք ինձ հետո տանեք հագադատեք, բայց կարևորը ես գիտեմ, որ ին վրա կասկածեմ, որ հարձակվում ես 80 միլիոնը կմաքրեմ։ Այսինքն եվրոպական դոկտրինի մեջ Պուտինը պարտվում է։ Միանշանակ պարտվում է, որովհետև դու բան չես անում, դու կամ քո սաղ հրթիռները պետքա Եվրոպայի վրա խփես։ Այդ դեպքում դու չես ունենա պատասխան Ամերիկային, չգիտեմ, Չինաստանին եւ Հնդկաստանին պոտենցիալ, որովհետև ընդ կուճմալա է սկսում։ Բոլորը խառնվում են, սկսում են խփել։ Ինչու՞մն է այս դոկտրինը հաղթող։ Ֆրանսիան միևնույն ՆԱՏՕ-ի անդամ է, միևնույն է Եվրոպա, Ֆրանսիայի վրա միևնույնն է ոչ մեկ չի հարձակվելու։ Ինքը ամեն տեղից հեռու է եւ պաշտպանված։ Դրա համար իր դոկտրինը Եվրոպայի համար բանը փրկություն է եւ շատ գործուն մեխանիզմ է։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա ինքը Ռուսաստանի պարիտետի մեջ է։ Պարիտետը որն ասենք մոտավորապես հավասար չափ բան ունեն, միջուկային հրթիռներ ունեն, որոնք ոնց որ հատուկ կանգնած են նրա համար, որ դու չխփես, ես չեմ խփի ու ունենցա, որ ասենք իրանք ավելի շուտ չկրակելու համար են, քան կրակելու։ Նորից եմ ասում, ի տարբերություն ֆրանսիական դոկտրինի, որը միանշանակ առաջինը խփելու վրա է գնում, սրանք երկուսն էլ չխփելու վրա են, այսինքն ինքը շատ սարքում է դնում, ասում է այդպես չխփես։ Դե հիմա եվրոպացիները մտածում են, որ հա, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրար չեն խփի, բայց Ռուսաստանը ակնարկում է, որ ես կխփեմ Եվրոպային, բայց Միացյալ այդ ձևակերպումը տան, որը հիմա քննարկվում է դրա շուրջը, բոլորը դրա շուրջ են խոսում։ Ներողություն, Ռուսաստանը կխփի Եվրոպային եւ Միացյալ Նահանգները չեն պաշտպանի, չեն միանա այդ ամեն ինչին։ Եկանք դրան։ Նորից պայմանավորվածությունը գնում է Պուտինի եւ Տրամպի միջեւ։ Ներողություն, շատ վատ օրինակ եմ բերում, բայց հիշեցի։ Նույնն է ինչ որ Ադրբեջանը արեց։ Ներողություն, Ադրբեջանը խփեց Արցախին եւ Ռուսաստանը ասեց դա իմ գործը չի։ Չնայած Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկեր են, բայց հրաշալի իմանալով, որ կա Արցախի հարց։ Սիրուն օրինակ է։ Ճիշտ է, երբ որ ռազմավարական գործընկերություններ եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք դառնում, հրաշալի նրանք գիտեին, որ կա Արցախի հարց։ Բայց այստեղ Ադրբեջանը ստացավ Ռուսաստանի չեզոքությունը։ Վերադառնում ենք։ Եթե Ռուսաստանը փորձում է խփել Եվրոպայի, ինքը ստանում է ֆրանկո-բրիտանական հակահարված, որը արևմտյան Ռուսաստանում, այսինքն այն ինչ որ ստեղին մոտիկա Ուկրաինային, Բելարուսին մոտիկա, առնվազն 80 միլիոն մարդ ոչնչացնում է։ Իր համար էլ իմաստ չունի մնացած գործողությունը։ Հենց այդ է սրա ուժը, այս դոկտրինի ուժը։ Նրանում է, որ դու էլ ոչ մի բան չունես։ Եթե օրինակ նույն ամերիկյան հրթիռների 60%-ը
կենտրոնացած են հրթիռային շախտաների վրա, որոնք ասենք չգիտեմ Օրենբուրգում են կամ Ենիսեի ափերով, ապա ֆրանկո-բրիտանականները Մոսկվայի, Պիտերի, Յարոսլավլի, Վլադիմիրի, Վալդայի, Սոչի, Կրասնոդարի, Ռոստովի տեղ են ուղղված։ Այսինքն այս դոկտրինը ընդ որում ինչքան էլ որ դաժան հնչի, բայց երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ֆրանսիան սա հաջողությամբ Ֆրանսիան Մեծ Բրիտանիան հաջողությամբ կիրառել է այն ժամանակ բրիտանական կայսրությունը։ Հիշենք Համբուրգը, հիշենք Դրեզդենը, հիշենք գերմանական այլ քաղաքներ, որոնք ուղղակի զրոյացվում, ոչնչացվում էին։ Ասենք 6 ժամ հրդեհ էր քաղաքում։ Այնց որ քարպինջները հալվում էին, ասենք 1200-1300 աստիճան Ցելսիուսով ջերմաստիճան էին ապահովում քաղաքի մակարդակով։ Հոդս ցնդում էր ամեն ինչ։ Այսինքն իրենք այդ փորձ ունեն, իրենք գիտեն դա ինչ է, եւ իրենք միատել են, ասում ուզում եք միատել ցույց տանք այդ որը։ Սրանում է հարցը, որ իհարկե Պուտինը կարա մտածի, որ ինքը ուժեղ տղա է, բայց իրականում ինքը բունկերային առնետ է, վախկոտ։ Որովհետեւ ինքը լավ ասենք դու խփեցի, ուր ես խփել։ Բայց կարող է եւ չխփել, խոսքը գնում էր սպառնալիքի եւ ասելու, եթե դուք ուզում եք պատերազմ, ես պատրաստ եմ։ Չէ՞, այդ մակարդակով է եղել խոսակցությունը։ Որ իրենք նախ Դեգոլը ստեղծել է դոկտրին, իսկ Մակրոնը դեռևս 6-7 ամիս առաջ Պուտինին պատասխանեց։ Ասեց, բացահայտեց, ասեց մեր դոկտրինն այնց է, որ մեզ սպառնալիքն էլ է երիկ, որ մենք խփենք։ Բարի, շարունակենք դիտարկել ինչ կատարվեց այս ընթացքում։ Ֆրանսիայի նախագահը նշեցինք Չինաստանում էր, իսկ Պուտինը Հնդկաստան էր գնացել։ Այդ էլ է շատ հետաքրքիր։ Ուրեմն Չինաստանի հետ հարաբերությունները, Ֆրանսիայի Չինաստանի հետ հարաբերությունները դրանք հիմնված են այն փաստի վրա, որ չինական բանում աշխարհընկալման մեջ Եվրոպայի գլխավոր երկիրը Ֆրանսիան է։ Որտեւ ինքը ունի միջուկային զենք, որտեւ ինքը ամենամեծ բանակը ունի, որտեւ ինքը ամենամեծ ազդեցություն ունի, որովհետեւ Ֆրանսիան Չինաստանի հետ միասին ՄԱԿ-ում նստած է անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ Ֆրանսիան առաջնորդը։ Եվրամիության հետ հարաբերություններում իհարկե Կայա Կալասը կամ ասենք չգիտեմ Ուրսուլա ֆոն դեր Լայնը իրանց տեղը ունեն, որ կարող է գնան բանի հետ հանդիպեն, բայց սին հանդիպումը բացառապես Մակրոնի հետ։ Եվ այդ բաները հարաբերությունները տենց են։ Իրանց բավականին հաճախ են հանդիպում այդ մակարդակի պետությունների համար, որոնք G7-ի մեջ են, տարբեր ճամբարներում են։ Ենթադրում եմ, որ բավականին մեծ օրակարգ կա, որը այդ թվում վերաբերվում է օրինակ եվրոպական բաներին, տարիֆներին, չինական ավտոմեքենաների եւ ապրանքների վրա, այսինքն ընդեղ բանկը։ Մյուս կողմից ինչու ոչ, պես բանի, այսպես կոչված նախագահի Ամերիկայի հայտարարությունները, որոնք ամբողջությամբ ասում են, դուք գնացեք ջեր ճարը տեսեք։ Գլխի ջարը, հա։ Բայց եղոնք ունենք, գլուխներս քորենք տարբերակով, դա Ֆրանսիա-Չինաստան։ Դե փաստացի նոր նշեցի, որ դա Ֆրանսիա չի, դա Այո, Ֆրանսիա չի, միանշանակ, այո։ Այսինքն այստեղ իրականում մեսիջը Տրամպի համար շատ վատն է։ Լուրջ եմ ասում, շատ վատն է, որովհետև որքան էլ որ իրանց մեկնաբաններն ու վերլուծաբանները համարեն, որ հին աշխարհի ամենակարևոր երկիրը ռազմական հանցագործը Բիբի Նետանյախուի հայրենիք Իսրայելն է, ոչ դա տենց չի, եւ Եվրամիությունը համաշխարհային տնտեսության մեջ ամենից փոքր չի, 500-460 միլիոն մարդ է, Ուկրաինայի հետ 500, Հայաստանի հետ 503, սենց բանով էլ ուրախալ, չէ ինչի համար եմ ասում, որովհետև Հայաստանի հետ դա ավտոմատ նշանակում է, որ ինքը ավտոմատ դուրս է գալիս Իրան, Հնդկաստան եւ Տրամպի այս դեմարշները իրականում եթե մեծ բանով նայեք ինչ է նշանակում Եվրամիության երկրները կարան թքած ունենան Ամերիկայի դիրքորոշման վրա Իրանի հարցում կարան Իրանի վրայից պատժամիջոցները հանեն կարան թքած ունենան այն աղոթքին որ տնտեսակ Կուշները կամ իր հերը չորեքթաթ մանագալի բանում Ելսիան պալատում ասում խնդրում ենք Իսրայելին բանի պատժամիջոցների տակ մի մտցրեք կմցնեն ուղղակի կմցնեն
ու ստեղ սրացումը կոնֆլիկտի ունեցա, որ ինքը տեղել չունի խոսալու, նկատի ունեմ Տրամփը։ Իսրայելն ասենք մարդկության դեմ հանցագործություն գործը անում, քո ինչ գործ, դու ես։ Մենք մեր դիրքորոշում ենք, փակում ենք այդ հարցը վերջ։ Նույն բանը Իրանն է։ Իրանը ինչի է պատժամիջոցների տակ։ Իրանի հետ ինչի չեն բանանում։ Տրամփի հորդորով, բայց թեման սենց էր, որ դու եղբայր օգնում ես Ուկրաինային, մենք չենք մտերմանում Իրանի հետ։ Բայց եթե դու իմբիցիլ չես օգնում Ուկրաինային, մենք ոնց որ թքած ունենք քո Իսրայելի վրա, Իրանի հետ սահմանը բացում ենք, ուրիշ։ Ինչ ես անելու։ Դե տեսեք 70 միլիոնանոց Իրան, ահռելի նավթի եւ գազի պաշարներ, որոնց հետ դու ոչինչ չես կարող անես։ Այսինքն հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները գազի ամենամեծ մատակարարն են, բայց դա ոնց որ Եվրոպայի կամավոր որոշումն է, որ այդ որոշումը կայացվել է, որպեսզի Սպիտակ տանը պատահաբար հայտնված անձնավորությունը եւ իր շուրջ հայտնված ավելի պատահական անձնավորություններ Ուկրաինայի սպորտից, այսինքն աջակցությունից դուրս չգան այդ տրեկից։ Եթե դուրս են գալի, եղբայր Կաթարն է գազ ունի, մեծ հաշվով Իրանն էլ ունի, դու դարար այս պատմությունը։ Լավ, այդ դեպքում Ռուսաստանի գործոնը Իրան Ռուսաստանը վաճառել է Իրանին ըստ ռուսական ռուս փորձագետների, ովքեր ապրում են արևմուտքում եւ կամ ասենք բանում, իրանք մեծ հաշվով լավ ճանաչում են, որ չգիտեմ, Աբաս Գալամը, որ աշխատել է Կրեմլում։ Ըստ այդ մարդկանց վերլուծությունների, ովքեր որ նաեւ հələ ներսում մարդիկ ունեն, ասում են, որ այդ 5 ժապանոց հանդիպումից հետո այդ այսպես կոչված այդ շրջանցիկ թերթիկներում, որոնք որ հետո ադմինիստրացիան բացատրում, որ հրամաններ է տալիս ամեն մի բան, ասում է եղել է երկու կարևոր ուղղություն, եղել է Լատինական Ամերիկան, այսինքն խոսքը Վենեսուելայի մասն է, եւ Մերձավոր Արևելք, այսինքն ստեղ Գազան եւ Իրան։ Մեծ հավանականությամբ ըստ այդ վերլուծական որոնք բան են անում, ասում է Պուտինը վաճառել է այս ամեն ինչի դեմ, ինչպես միշտ, իր դաշնակիցներին, այսինքն ինքը վաճառել է ավտոբուսի շոֆեր Մադուրոին եւ Իրանի ռեժիմին։ Ինքը կարող է Իրանի ռեժիմի մասին ինքը բաներ գիտի, միանշանակ գիտի, օրինակ չգիտեմ, նույն միջուկային ծրագրի մասին եւ այլն, ասենք բաներ է մատակարարել այս 300-ներ, այս 400-ներ, ընդ որում Իրանի վերին ղեկավարությունը ասում է, որ այս 400-ները, այս 300-ները ու տրիումֆը արիումի տես չեն կրակել, երբ որ պետք է կրակել, ստեղ մենք բոլորս կեղտոտ ժպտում ենք եւ ասում ենք, որ հա մենք ձեզ զգուշացնում ենք, բայց դե լավ ոչինչ, այսինքն դավաճանությամբ հոտ է գալու, որտեղ Ռուսland է դավաճանություն, սրիկային։ Մեծ հավանականությամբ այս երկուսին վաճառել է։ Այս ամեն ինչի դիմաց, այսինքն այս ամեն ինչի դիմաց, այդ որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվում, ինչ է ինքան, ինքը պայման է դնում, որ Ուկրաինան պետքա 28 կետի մեջ, Ուկրաինան ՆԱՏՕ չմտնի։ Եվրոպան եւ Ուկրաինան ասում են գնա գրողի ծոցը, դու չես որոշում ստե, մենք ենք որոշում։ Ու եվրոպական երկրները ասում են ՆԱՏՕ-ն կորոշի, Ուկրաինան կմտնի, թե չի մտնի։ Ինչ անում այդ սրիկան, որը նստած է Սպիտակ տանը, ինքը գլխից ասում է ՆԱՏՕ-ն պետք է չընդլայնվի։ Ընդհանրապես ոչ մի տեղ։ Բայց այդտեղ կարևորը որն է, սրիկայությունը որտեղ է։ Այնտեղ կան բալկանյան երկրներ, որոնք ուզում են մտնեն, եւ որոնք պետք է մտնեն, որ Եվրոպայի անվտանգությունը ապահովի։ Պետք է մտնեն։ Այնտեղ բացեր կան, էլի։ Նույն փախստականները, որոնք գալիս են այդպես մտնում են, հա։ Բացի Ուկրաինայից, այնտեղ կա, ասենք, Մոլդովա։ Այնտեղ կա Վրաստան։ Սրիկայությունը որտեղ է, այսինքն որտեղ է ինքը ցույց տալիս, որ ինքը չի փուշիլա է, ճուխանա, Պուտինի ճուխանն է։ Ինքը ամեն ինչ անում, հա, եւ բացեի բաց հանրապետականները արդեն ոչ միայն դժգոհություն են հայտնում, այլ մագայից շուտ կոնգրեսականներ են դուրս գալիս, ինքը կարող է մեծամասնությունը կորցնի, բավականին լուրջ բողոքի բան են բարձրանում, որը կապված դե իհարկե իրանք բողոքում են Էփշտեյնից, որովհետեւ դե բանը պահպանողական են եւ իրենց համար մանկապարտությունը շատ ավելի լուրջ վտանգ է Ամերիկայի համար, քան բանը, ասենք Ուկրաինայի կորուստը, բայց ամեն դեպքում այդ կա այդ գործը։ Ամերիկայի ներսում այդ գործը կա, իրենց բոլորը դժգոհ են։ Եվ
մեծ հաշվով որ ինչեմ ես ասում որ այդ մարդու IQ-ն օրեցօր նվազում է ինքը ավելի վատ է անում ամեն որոշումով ավելի վատ է անում այդ նավակի մեջ մարդիկ որ ընկել են դուրս որ հրամանատված եղի ոչնչացման որ ոչնչացրել են դա ասենք Ամերիկայում շուտ բան է տրակել ռումբ է տրակել ես չի սպասում բայց այտենց է այդ հասարակությունը ասում եմ եղբայր արդեն ոչ մի վնաս ոչ ձեռները բան կար տմրադիրքով զենք կար լողում էին նա չես խփել հա տրամաբանական է կոնգրեսը հավաքվել է բան արել այսինքն Տրամպի իմպիչմենտը նախ պետք է ասեմ ուրիշ մի բան հա ինքը ուզում է ստանա Նոբելյան մրցանակ ինձ մոտ սա արդեն իմ վերլուծությունն է ինքը ուզում է ոչ թե ինքը գիտի որ Էփշտեյնի ֆայլերի մեջ կա որ ինքը մանկապիղծ է վստահ եմ բոլորը գիտեն բացառում է մասկն է գիտեր մասկը դրա համար էր ասում բացեք ինքը ասեց ես քեզ կոչնչացնեմ երբ որ իրանք մայիսի կողմերը սրվեց հարաբերությունները ինքը գրեց ասես կոչնչացնեմ այն ասես չես կարաս դե բաց այդ ֆայլերը որտեվ մասկը գիտե ինչա մեջը որտեվ իր դոջը այդ ամեն ինչը տեսել է բացի դրանից բուն է Էփշտեյնն է Էփշտեյնի կողքի մարդիկ էլ գիտեն հիմա ինչ է ինքը անում ինքը գիտի որ այդ բացվելու է բացի դրանից ինքը գիտի որ ինքը 32 կետով ճանաչվել է հանցագործ այսինքն Նյու Յորքի դատարան իրեն ճանաչել է հանցագործ հիշեցնեմ ինքը հիմա ատամի չոտկով համապատասխան տեղը չի լվանում որովհետև ինքը նախագահ է ընտրվել թե չէ ինքը պետք է նստած լիներ արդեն 32 կետով ինքը ճանաչվել է մեղավոր դատարանով վերջակել Հիմա Նոբելյան մրցանակը Նոբելյան մրցանակը իրան պետք է որ ինքը պատմության մեջ նույնիսկ ոչ թե իր համար այլ իր այդ վաստակների զավակների այդ բարոն մարոն բան այդ լակոտների իրանք քանի որ ինքը ամեն ինչ դնում է իրանց տակ կուշներ մուշներ այդ փողերը քերում է գողանում է բերում է կաշառքավերցնում ասենք չգիտեմ սաուդներից 2 միլիարդ կաշառքավերցրել կուշների հիմնադրամը տարօրինակաբար որից հետո սաուդները ստացել են իրավունք F-35-ի մինչև այդ ոչ մեկին չէր հասնում բայց սաուդներին տվել այդ բանը 2 միլիարդը տվել է կուշներին այդ հիմնադրամը սաուդների 2 միլիարդ դրել է կուշների հիմնադրամի մեջ դրանից հետո 40-ը F-35-ի իրավունք հաստատեց այս սաղ կոռուպցիոն սխեմաների մեջ որպեսզի այդ իր սաղ բարեկամները աստված մեղք չամարի ժառանգներն ու զավակները չգնան որպես մանկապիղծ հանցագործի զավակներ ինքը իր համար ինքը տենց իրան դրել է պատրիարխի տեղ կլանա ստեղծում որը որ այդ կլանը կլինի տենց շատ հարուստ շատ ուժեղ ինքը այս գործողությունն է անում ուրիշ ոչ մի բան որ մանես գալի չի ստացվում մենակ էսա ստաց Էյնշտեյնից Էփշտեյնի չէ Այնշտայնի տեսությանն է որ ամեն ինչ գալիս է իրան կպնում է շատ հանգիստ առանց նատյաշկի առանց Ուկրաինայի հարցի լուծման Նոբելյան մրցանակ կստանա չի կան այդ դեպքում Պուտինի գործողությունները Պուտին-Թրամփ ինչպես են այս հարցը Թրամփը հոգու խորքում ուզում է որ Ուկրաինան պարտվի նո իրականում իրան մեծ հաշվով մեկ է միևնույն է ոնց կպրծնի պատերազմ բայց պատերազմը պետք է պրծնի արագ շուտ հենց հիմա ինքը դրա համար է բանը ինքը ուղղակի ինչպես եւ ցանկացած այդ տարիքի խելքը տրծրած ինքը նայում է իր համար Պուտինը հասկանալի է ընդունելի դրա համար ոչ թե Ուկրաինային եւ Զելենսկու վրա պետք է ճնշում գործադրվի այլ նաեւ եվրոպացիների Եվրոմիության վրա Եվրոպան ինքը ատելով ատում է որովհետեւ այո Եվրոպան Մինչև ուր կարող են հասցնել այդ ճնշումը ինչ տեսքով դե մինչև Տրամփի ճնշումը 220-ը 180-ի լինի ինքը սատկի Չէ, եկեք ավելի կոնստրուկտիվ տարբերակ։ Շատ կոնստրուկտիվ էր իրականում աշխարհի համար ամենալավ տարբերակն էր, որ իր ճնշումը բարձրացնենք, որ ճիշտն է։ Մի խոսքով Չէ, տեսեք, դա ճնշում ինքը չի կարա ճնշում գործադրել։ Տեսեք, բոլորին թվում է, ես չգիտեմ ինչի, մեզ մոտ էլ խոսում եմ, մարդկանց մոտ ինչ-որ բան չխկում է։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ուկրաինական ազգը խիստ տարբերվում է ռուսից։ Դու չես կարա հենց հիմա դիրքը պահող Ազովին առանց բացատրելու ասես դիրքերը թող գնան Կիև։ Իրանք թուղթ բան կանեն, չինգաչկուկ խաղան, երկու ուղարկեն սաղ բրիգադից, որոնք կգան քեզ կկախեն հրապարակում,
որտեղ դու հիմար ես ու դավաճանական հրաման ես տալի, կվերադառնան այնտեղ։ Դուք չեք կարող ստիպել, որ ուկրաինացիք տան ռուսներին Դոնբասի այն կտորը, որը ռուսները չեն գրավել, չեք կարող։ Բացառվում է դա։ Իրանք չունեն հեղինակություն։ Հասկանում եք, ինձ մեկ-մեկ ասում են, դե տեսար Արցախ, չէ, Արցախում Արցախի ղեկավարության համար Պուտինը պապա էր։ Իրանք իրանց հայրանումները ջնջում էին, գրում էին Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինի։ Այդտենց ասենք, մեր մոտ ինչքան մարդ ինչքան անգրագետ, այդքան ավելի ռուսամետ։ Ցավոք սրտի դա տենց է։ Իսկ Արցախում ոբշե վատ է, իրանք լեզու չէին տիրապետում։ Մենակ ռուսերեն էին խոսում, անգլերեն չգիտեն աշխարհում ինչա կատարում։ Բայց Ուկրաինայում դից չի։ Ուկրաինայի համար ռուսը ոնց որ մեր համար թուրքը։ Չեն կարողանում մարդիկ ասել, ապա նույն ազգն են։ Ոչ, նույն ազգը չեն։ Ռուսները բան են, ֆինո-ուգորական են։ Թուրքական, ֆինո-ուգորական ազգ են։ Ուկրաինացիք չէ։ Ուկրաինացիք սլավոն են։ Ու դուք մեջտեղից տրակվեք դա տենց է։ Իրանք տարբեր ազգեր են։ Հանգուցալուծումը այս ամենի դեռ դուք չեք տեսնում։ Հանգուցալուծումը դե պիտի դիմանանք մինչև դուք ասացիք դա վերաբերյալ։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Շարունակելու ենք զրույցը պարոն Սարգսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Կարեն Սարգսյանի հետ, սոցիոլոգ վերլուծաբան, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Եվ այսպես փորձենք ամփոփել մեր հարցազրույցի առաջին հատվածը, հարցը հետևյալն էր. Պուտինը կարծես թե
սեպ էր խրում Եվրոպայի Միացյալ Նահանգների միջև, այդպես են համարում շատ վերլուծաբաններ, արդյոք Պուտինին հաջողվեց դա անել։ Դե այո, որ տեսեք, դե ֆակտո, նայում ենք դե ֆակտո եւ դե յուրե։ Իրականությունը այնպեսին է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեջ կա սեպ, այսինքն կա անհասկանալի մի հարաբերությունների կծիկ, որը որոցիկը չի լուծում։ Այո, դա այդպես է։ Որքանով է Պուտինի ազդեցությունը այդտեղ տոկոսային բանը։ Ոչ մեկս չգիտի, որտեղ դա կախված է նրանից, արդյոք Պուտինը գիտի Էփշտեյնի ֆայլերի բովանդակության, արդյոք Տրամպը կատարում է ինչ-որ բաներ, որոնք ծրագրային դրույթներ, որոնք խոսքեր տրված Ռուսաստանին, արդյոք Եվրոպական միության երկրները այս կոնֆլիկտի մեջ տեսնում են Ուկրաինան որպես սկզբնաղբյուր պատճառ եւ հենարան։ Այսինքն Ուկրաինայում պատերազմն է դարձել տրիգեր այդ Տրիգերը այո, դա է։ Տրիգերը դա է։ Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն ԱՄՆ Եվրամիությունն այս բանին, այլ ԱՄՆ ամբողջ բարևմտյան Եվրատլանտյան քաղաքակրթություն։ Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ, չնայած մենք դրա մասին չենք խոսել, Կանադայի վարչապետները հայտարարել, որ այն ժամանակները, երբ մենք հարավում ունեինք բարեկամ, վերջացել են։ Մենք այլևս բարեկամ չունենք։ Այսինքն, երբ որ Կանադայի վարչապետը ակնհայտորեն արտաբերում է, որ Կանադայի հարավում այլևս բարեկամ չկա, դա նշանակում շատ բան փոխվել է եւ այստեղ ոչ միայն ՆԱՏՕ-ի խնդիրն է, եւ խնդիրը շատ ավելի լայն է, քան Պուտինը սեպ խրեց ՆԱՏՕ-ի մեջ։ Այո, Պուտինը շատ էր ուզում եւ այո, քանի որ ուկրաինական պատերազմը դա տրիգերներ եւ Պուտինի վարքը այսպես թե այնպես, որը Տրամպի թույլտեղը գտել է։ Այսինքն ասում է, արի ես քեզ լիքը փող կտամ։ Այդտեղ հա, բայց Պարզ։ Շնորհակալություն, այլ թեմաներին Մեծ Բրիտանիան նշանակել է իր առաջին ռազմական կցորդ ռեզիդենտը Հայաստանում, նույն օրերին ինֆորմացիա, այսպես որոշակի ինֆորմացիաներ իրար կողք դնելով փորձենք հասկանալ իրավիճակը։ Ադրբեջանի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցության զարգացում։ Սա մեկ, Բրիտանիա։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետական նախարարի հետ։ Փաստորեն այստեղ Ֆրանսիան է աշխատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրենք խոսում են իրենց փոխգործակցության մասին, անվտանգության, ռազմական, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների մասին։ Ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք արդյոք, որ եվրոպական երկրները, Եվրամիություն դեռ չեմ ասում, դուք կասեք, որտեղ դե Մեծ Բրիտանիան առանձին ենք դիտարկում, սկսել են աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ոնց որ զուգահեռաբար, այո թե ոչ։ Մեծ Բրիտանիան սրանից 2-3 շաբաթ առաջ մոտավորապես այն ժամանակ, երբ համաձայնություն տվեց որոշ չափով համաձայնություն, ինչ որ մի փուլը տայֆունների, Eurofighter տայֆունների Թուրքիային, որ համաձայնություն տվեց, մոտավորապես այդ ժամանակ Բրիտանիան նաեւ հայտարարեց, որ ելնելով այն փաստից, որ տակ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ չկա եւ ԵԱԿ-ն այլևս սահմանափակումները չի կարողանում հիմնավորի, մենք հանում ենք սահմանափակումը Հայաստանի եւ Ադրբեջանի վրայից, որպեսզի եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունենան բրիտանական զենք զինամթերք առնելու։ Այն ժամանակ ինձ դա բավականին ուրախացրեց բանը, էլի, որտեվ մեծ հաշվով մենք իհարկե Բրիտանիայից բան չունենք առնելու, որովհետեւ ցավոք սրտի մեզ մոտ դեռևս սովետական դպրոց ուժեղած բանը լիներ Ֆրանսիայից կառնեինք, որտեղ նաև վերապատրաստումն անհնարավոր։ Բայց այդտեղ կա վտանգ, որ բրիտանացիք տայֆունների, Eurofighter տայֆունների հետ միասին, որը տալիս են Թուրքիայի, հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների հետ համակցության ու համատեղ աշխատանքի հետ պայմանագրերը եւ դոկտրինը, ես վտանգ էի տեսնում, որ կարող է իրանք փորձեն Eurofighter տայֆունները տրամադրել առաջարկել նաև Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը շատ ավելի մեծ գումար ունի։ Եվ այստեղ ուրիշ բան կա, որ Թուրքիան այդ գումարը չունի, եւ Էրդողանը կարա իր կրտսեր բանին, ոչխարիկին, որը նստած է Աբշերոնում, խնդրի, որ իր խամջան իմ համար մի 20 հատ փող տուր։ Ну, այն էլ նի բուտ դուրակում, ինչպես ասում, կարա ասի դեմ 5 հատ էլ ես ինձ եմ ուզում։
Եվ ստեղ ես այս վտանգը տեսնում եի, սա դեռ դուրս չի եկել այս վտանգը, ես ասեմ, որ հանգարց չուրախանակ, որ այս J-17-ն առը, JF-17-ները պակիստանական, որոնք մեծ հաշվով Su-30-ից էլ աղբեն, բան չի, հարցի լուծում չի, իրանք էլ են դա գիտակցում, որ դա հարցի լուծում չի, բայց իրանք ուզում են դրանց թիվը հասնեն 40-ի, ճիշտ են անում, այսինքն իրականում բազմաեշելոն պետք է լինի, մենք էլ տենց պետք է անենք, եթե մի օր օրերից մի օր մեր կառավարությունը, ասենք, պաշտպանության ոլորտով զբաղվեն մարդիկ, ովքեր հասկանում են գործից ոչ թե պատահաբարեկին։ Դու մի մեծ քանակի ունենում ես բան, ռասխոդնիկ, այսինքն կործանիչներ, որոնք գնան թանկ չեն, կարևորը որ իրանք թանկ չեն, իրանք կիրառումը թանկ չէ։ Եվ հիմնական կոպիտ ասած երկրորդ էշելոնը, քո հիմնական պաշտպանությունը բարձր որակի կործանիչն է։ Այսինքն եվրոպական։ Մեր դեպքում դա կարող լինի, ասեմ, չգիտեմ, Գրիֆեն ու Ռաֆալ։ Հիմա Ադրբեջանի դեպքում դա կարող լինի JF-17-ը եւ Eurofighter Typhoon։ Կամ F-16-ների մնացորդները Թուրքիայից որ մնան։ Այսինքն ամեն դեպքում մենք պետք է հասկանանք երկու բան։ Ադրբեջանը չի դադարում զինվել։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ճիշտ է, ես հիմա ոնց որ նայում եմ Ադրբեջանը պատրաստվում է նախորդ պատերազմի փառքաստու, որտեղ մի քիչ մեծամտ ցանկացած հաղթողի մոտ տենց է, ինքը մեծամտաբար այդ հարցին մոտենում, ինքը տենց այն ինչ որ ինքը հիմա անում է, ինքը ոբշում ապագա պատերազմի համար չի։ Մենք հենց ժամանակ ու շանս ունենք։ Լավ չհասկացա, ինչ է նշանակում։ Ինքը պատրաստվում է ուկրաինական պատերազմի 22 թվին։ Այսինքն օթային գերակայություն, կործանիչներով, պատերազմի անցկացման տրամաբանությունն է։ Հա, տակտիկայի մասին է խոսքը, չէ, տենց ինչ-որ բան չի։ Բայց այն որ իրանք պատրաստվում են Հայաստանը ոչնչացնել Ռուսաստանի հետ միասին, դա ոչ դուրս է բոլոր քննարկումների։ Եթե Ռուսաստանը մնաց կենթանի, մենք կստանանք պատերազմ, ինչքան ավելի կենթանի մնա Ռուսաստանը ուկրաինական պատերազմից հետո, այդքան ավելի արագ եւ այդքան ավելի կործանիչ մենք կստանանք պատերազմ։ Այդ դեպքում Մեծ Բրիտանիայի այս զուգահեռ աշխատանքը կցորդ ռեզիդենտ Հայաստանում եւ ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցություն Ադրբեջանի հետ, Ֆրանսիան խոսում է։ Չէ, Ֆրանսիայի դիրքորոշումը եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրանք բանով են, համահունչ են։ Ինչպես է դիտարկում Հայաստանը եւ Ադրբեջանը այդ երկրները։ Իրանք դիտարկում են, որ պետք է հանգիստ մնան, իրանք դիտարկում են ավելի շուտ Ադրբեջանը որպես կանխարգելիչ ուժ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, բայց մենք գիտենք, որ Իլխամի մտքիներն ա ունի։ Մենք գիտենք, իրենք չգիտեն։ Ենթադրում եմ, որ մտածում են, թե մենք չափազանցնում ենք։ Եվ քանի դեռ ես չեմ տեսնում առնվազն, որ մեր արտգործնախարարությունը կամ արտաքին հետախուզությունը չպետք է տեսնեմ, բայց արտգործնախարարության մեջ այդ ազգային ժողովի, միջազգային կապերի հետ կապված այդ որ դելեգացիաներ են գնում, բան, ես չեմ տեսնում այդ գիծը, որ իրանք տանում են, որ միտոշ չենք հավատում Ադրբեջանին, այլ մենք ավելի հզոր, ավելի ուժեղ երաշխիքներ ենք ուզում այս ամեն ինչի համար։ Եվ ինչու եմ ես վստահ, որովհետև այս տրիպը որ սարքեցին, ոչ մի երաշխիք ամենից չուզեցին։ Ընդհանրապես ոչ մի։ Չնայած որ դա Ուկրաինա չէր, ինքը կարար ուզեր, Նիկոլը կարար երաշխիքներ ուզեր։ Դե ուզեց այդ պահին այնքանը, որքանը կարող էր գուցե իրեն համարում էր, որ այդքանն է կարող։ Ինձ թվում է այդ բանը։ Ինքը իրեն է համարել։ Ինքը արգելակներն էին։ Ինքնացենզուրայի է գնացել։ Հաջորդ թեման Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ-ի միջև անվտանգության, պաշտպանության, էներգետիկ անվտանգության ոլորտներում համագործակցության օրակարգի որոշ ասպեկտներ։ Սա ինչպես պետք է հասկանա Հայաստանը։ Ոչ մի կերպ։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Ադրբեջանի վաղուց են ու լավն են, երբ Ռոբերտ Քոչարյանին դա առաջարկել էին, ինքը մեծ մտահոգից մս պետք չի Պուտինը մր պապանա մեզ կպահի, ադրբեջանցի գնացին ՆԱՏՕ, իսկ ցավոք սրտի Քոչարյանը եւ Հայաստանի բանակը գնաց ռուսական նավի հետևից։ Ու մենք հիմա շարունակում ենք այդ ճանապարհով գնալ ցավոք սրտի, որովհետև հենց հիմա Հայաստանը պետք է ուղղակի
շատ կոշտ կերպով հրաժարվի, այդ թվում եթե պետք է այն անձնակազմից, որը ռուսական ռազմական գաղափարները առաջ տանում, ուղղակի շպրտեն դուրս պաշտպանության նախարարության հետ ԿՊՊ-ում պետք է կանգնեն մարդիկ, անգլերեն ողջունեն կամ ֆրանսերեն, եթե պատասխանը անգլերեն ու ֆրանսերեն չի, ասեն գնա տուն։ Գնա 6 ամիս քեզ ժամանակ կպատրաստես, կասկնություն կանցնես, կիմանաս լեզու կմտնես գործի, չէ, давай։ Յալլաստից։ Դե եթե լեզու իմանալով միայն լիներ, Լեզու իմանալը ամենակարևորն է, լեզուն կտա ուստավ, լեզուն կտա արևմտյան, ասենք բաներ, լեզուն կտա, տեսեք ուկրաինական պատերազմի արդյունքները հիմա որ գնում են, ես տեսնում եմ, որ ուկրաիներեն չեն կարդում, չնայած կիրիլիցա է, ոնց որ բանը, իրանք տենց ռուսերենի տակ են գնում, իրանք մնում են ռուսական բանի տակ, հարցնում ասում, դուք պատերազմ նայում եք, ասում հա, ասում ես չես նայում, պարզում ռուսական պրոպագանդա, իսկ անգլերեն կամ ֆրանսերեն, եթե կամ գերմաներեն որ գաս, ուկրաինական պատերազմում տեղի ունեցող իրավիճակ վերլուծությունները բաներ, անգլերեն ֆրանսերեն միանգամից հրապարակվում։ բարի, մեկ թեմա եւս Նիկոլ Փաշինյանն է ասում։ Ես մինչև այդ մի հատ ուզում եմ կենտրոնական Ասիայից երկու բան ասեմ, Համեցիկ։ որովհետև այդտեղ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, գիտեք բոլորդ, որ Ուկրաինայի վրա կախվեց այդ Կասպից նավթամուղի տրաքելը, то есть այդ որը ղազախական նավթն էր բերում դեպի Նավարասիսկ։ Ուկրաինան չի վերցրել պատասխանատվություն եւ մեծ հաշվով հա ինքը տենց ոնց նայում ես իմաստը չունի, որովհետեւ Բայց դեպքում ով է խփել, ինչ է, ոնց ինչպես է դա մի քանի անգամ Ռուսաստանը այդ բանը կետը կանգնացրել է Ղազախստանին պատժելու համար։ Բացի դրանից բավականին հետաքրքիր իրավիճակ է տեղի ունենում, որը կապված է Ուզբեկստանի եւ Ղազախստանի գազային մատակարարումը դեպի Չինաստան, որը վաղուց պայմանագիր է, բայց ելնելով նրանից, որ թե Ուզբեկստանի եւ թե Ղազախստանի էլեկտրոէներգիայի սպառումը ավելացել է, իրանք իրանց գազով չեն կարողանում դա փակել։ Իրանք կարճ, երկու բառով, իրանք կախվածության մեջ են հայտնվել Գազպրոմից։ Եվ կենտրոնական Ասիա, ինչի համար եմ սա ասում, կենտրոնական Ասիայի երկրներ, այսինքն Ղազախստանը, Հրղստանը, այդքան չէ, որտեղ դե առանձնապես բան չէ, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, իրանք հայտնվել են խորը կախվածության մեջ Ռուսաստանից հենց հիմա։ Գազպրոմը ինչ անում։ Իրանք անում են Ադրբեջանի պես։ Ադրբեջանը իր հանած գազը, յանի վաճառում է Եվրոպա, այս որ իր սպառումը պետք է ապահովի Գազպրոմից է վերցնում։ Մոտավորապես, 2 միլիարդ անում է, 2 միլիարդ վերցնում։ Լավ, իսկ այնտեղ ինչ են անում։ Նույն բանն են անում։ Իրանք պետք է Չինաստան վաճառեն, իրանք պետք է ստեղ վաճառեն, այնտեղ վաճառեն, իրանք ինչ-որ բան սպառում ունեն, իրանք այդ օրինակ Ղազախստանը Իրանը վաճառում է Չինաստան, Գազպրոմից վերցնում։ Ինչու է վերցնում։ Չունի։ Ահա։ Այն որ ասում է անկապ կոնտրակտներ են կնքել։ Լավ շուտ կոնտրակտները կնքել են այն ժամանակ, որ Գազպրոմը հələ պատժամիջոցների տակ չէր։ Եվ հիմա թեման որն է։ Այս ահռելի կախվածությունը կենտրոնական Ասիայի երկրների Գազպրոմից, որը բաց գրվում է ռուսերեն կամ իրանց լեզուներով, ասենք որտեղից է մի քիչ աղբյուրներ նայում ես, տեսնում ես, նույն Թուրքմենստանի հարաբերությունների Իրանի հետ բան չէ։ Մեծ բաներ կան, մեծ պաշարներ կան գազի բան, բայց սրանք բոլորը արդեն բաշխված են։ Բոլորը բաշխված են։ Եվ Ռուսաստանի ազդեցությունը ահռելի մեծ է։ Ինչի համար եմ ասում։ Այս տրիպի այն ծերը, որ կենտրոնական Ասիան եւ ասենք, չգիտեմ, նավթ, գազ, բան, ինչ-որ sense բանի մասին խոսակցություն են գնում, բարձում որ դա չի կարա լինի։ Չի կարա լինի երբեք, ոչ թե 20 տարի հետո, երբ որ գազամուղը կգա Հայաստան, երբեք չի կարա լինի։ Այն խոսակցությունները, որ Տրամպի ուղարկած ագենտները, գործակալները, որոնք որ ստեղ գալիս են բան են անում, այնի արագ-արագ ինչ-որ մի քիչ ուզում փոքի։ Հիմա տեսեք, բանը չկա, Նոբելյանի շանս չկա, չէ, չի կնքվում պայմանագիր Ռուսաստանի հետ։ Պրծել է։ Ոչ մի չի քննարկվում։ Չի էլ քննարկվելու։ Հայաստանի իշխանությունները փորձում են կախեն տրիպը Եվրամիության վրա։ Այո, դա է ներկայացնել։ Անհույս։ Մեր հարաբերությունները, այ հենց ուրեմն անցանք այդ հարցին, որը ես բարձրացնում էի,
Փաշինյանը խոսում է այն մասին, դե Հայաստան-Եվրամիության հարաբերությունները մի ինչ-որ քայլ առաջ են գնացել, եւ նա ասում է, մեր հարաբերությունները Եվրամիության հետ կխորանան, կզարգանան, մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագիր, խոսքը գնում է նաեւ այդ խաղաղության խաչմերուկ տրիպի մասին։ Ասում եմ, մենք սպասում ենք ներդրումներ, խնդրեմ Եվրամիությունը թող լինի, բայց երկրորդ ինֆորմացիան էլ կարդամ, որպեսզի երկուսը զուգահեռաբար դիտարկենք։ Փաշինյան, շարունակում եմ Փաշինյանի մեկ այլ ձևակերպում, մենք հետաքրքրված ենք Չինաստանի, Շանհայյան եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները խորացնելով եւ զարգացնելով։ Ուրեմն Եվրամիություն սպասում ենք ներդրումային ծրագրեր տրիպում եւ շահագրգռված ենք, հետաքրքրված ենք Շանհայյան համագործակցության կազմակերպության։ Դեստեղ բավականին հետաքրքիր է երկու դեպքում էլ ինքը կեղծ տեղեկություններ է տարածում, չգիտեմ գիտակցված թե չէ, գիտակցված ադմինիստրացիվ արդեն պատասխանատվության պետք է ենթարկվի, ենթադրենք, որ իր ստաբիլ դիլետանտությունն է թեմայի մեջ չի խորացել։ Չէ, դիվերսիֆիկացված քաղաքականության բանն է, չէ, հասկանում եմ ինչ է, ոչ թե գաղափարն է կեղծ, այլ բովանդակությունը, որը նոր կարդացիք այդ իր բարերի մեջ բերումն են, տեսեք։ Եվրամիությունը չի պատրաստվում, երբեք չի պատրաստվել ու երբևիցե չի խոսք տվել, որ ներդրում կանի, որպեսզի Սելջուկ բոլշևիկյան հրեշիա գլխին ստեղծի։ Դա անիմաստորեն սպիտակ տանը լրված անձնավորության եւ ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուի պլանն է, կողքից կցած Ռուսաստան։ Այսինքն որևէ կերպ ոչ մի եվրոպական երկիր իր deep state-ի մակարդակով, նույն կարող ինչ որ քաղաքական գործիչներ ասեն սա լավ է, բայց deep state-ի մակարդակով ցանկացած եվրոպական երկրի, հա, չեմ ասում Սլովակիա, որ գնաք ասեք բարձր կծիծաղան, ասեն էլ ստեղ չգաս տղա ջան, վիզատ կճղեն, կասեն ես անձնագիր տեք երգնաց տեղից։ Դու գործ չունես Եվրոպայում, դու գնաս տեղից, որովհետև անհնար է պատկերացնել դա։ Խոսքը Սյունիքի ներդրումները, որը սկսվել է շատ ավելի շուտ, քան այս տրիպերով հիվանդացավ հայ կառավարությունը, խոսքը Եվրամիություն Հնդկաստան ճանապարհի մասին, որին խանգարում է այդ տրիպերը պիտի բուժվի, այսինքն պիտի բուժվի տրիպերից։ Մենք բոլորս տեսնում ենք ամենօրյա ռեժիմով, կամ կան մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնել, կան մարդիկ, ովքեր տեսնում են, հասկանում են, բայց չեն ուզում բարձրաձայնել, մենք ստիպված ենք ասել։ Տրամպը չարիք է, Տրամպի ադմինիստրացիան ամբողջ աշխարհի համար չարիք է։ Այսինքն այս տրիպեր մղձավանջը ինքը պետք է փակվի Տրամպի կադենցիայի ավարտից մի օր առաջ, ոնց որ 44 օրյա պատերազմը վերջացավ այն պահին, որ տեսան, որ Տրամպը պարտվել է։ Այտենց, նույն смысле ադրբեջանցիք տեսան, մենք չի։ Այստեղ շատերը չէին հասկանում պատճառը, որն է այդ բանի արձակման։ Նույն կերպ պետք է լինի այն պահին, որ 27 թվականին հանրապետականների պրայմերիզում ինչ-որ մի հատ թեկնածու գա, որ հասկանենք, որ այս մարդուն են աջակցելու, այս տրիպեր, մրիպեր, բան, սաղ պետք է փակվի, ճղվի, շպրտվի հետ, զոպրծավ, այդ գնաց տեղից։ Հիմա կլինեն ներդրումներ բանի ոլորտում, հրաշալի է։ Որտեղ Արհեստական բանականության, Ամերիկայի այն երկու կետերը։ Այն երկու կետերը, էներգետիկա կլինի, ես էլ չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում ոչ մի ներդրում, որը ոչ թե մասնավոր, որը Nvidia-ն է, այլ պետականորեն աջակցված, հա, ասենք մենք չենք տեսնում, որ Լուտնիկը, որը մի պակաս հիմարն է դա չի, որը էկոնոմիկայի նախարարը թե ինչ այնտեղ, կազմակերպի հանդիպում, Հայաստանից գնան մարդիկ եւ ամերիկյան համապատասխան բաներ, կորպորացիաների ներկայացուցիչներ, բարձր հովանու ներքո, այդ կյաշ ծաղրացուի բարձր հովանու ներքո, այստեղ խոսանես Հայաստանը ձեր համար բաց է, չեմ տեսնում դա։ Ու մերոնք չեն ձգտում, որ դա լինի, որովհետեւ բաներ կան։ Հիմա հարցը նրանում է, որ եվրոպական ներդրումային ծրագիրը վերաբերվում է, լավ կարճ ասեմ, Հայաստան, Հնդկաստան ճանապարհին, որը Իրանով անցնում, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Եվրոպական միությունը տրիպերի մեջ ոչ մի ներդրում չի անելու։ Նույնիսկ եթե իրանք ձև են տալի, որ իրանք կենտրոնական Ասիայի հետ լավ են, հասկացեք, կենտրոնական Ասիայից ոչ մի վագոն
ապրանք չի կարող գալ այս մեզ մոտ շրջանցելով Ռուսաստանը կամ Իրանը։ Կասպից ծով այդ այնքան թանկ է, այնքան անիմաստ է, որ ուղղակի չի լինելու։ Ուրեմն ինքը կամ պետք է գա Ռուսաստանով կամ Իրանով, հազար ներողություն, եթե ինքը եկավ Ռուսաստանով, Իրանով, ինչի է գալիս տեղ։ Որն է իմաստը։ Նախիջևանը եւ Բաքուն իրար Նախիջևանը կպած է Իրանին երկաթ գծով։ Չինաստանը, Ղրղստանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը կպած են Իրանին երկաթ գծով։ Իրանը իր հերթին կպած է Թուրքիային, Նախիջևանին եւ Ադրբեջանին, մեզ կպած չի։ Երկաթ գիծը կա, այդ ամենաէժան բանն է։ Ճանապարհները կան, կա բարձր բեռնատարները կարան գնան։ Որտեղ եք դուք ստեղ տեսնում այդ կցորդը։ Որտեղ եք տեսնում, որ կենտրոնական Ասիան, նորից եմ ասում, կենտրոնական Ասիան եւ Հայաստանի Հանրապետությունը, հայերը եւ կենտրոնական Ասիայի էթնիկ խմբերը, հայկական մշակույթը եւ կենտրոնական Ասիայի մշակույթները կամ հավատամքները, դրանք տարբեր են։ Մենք ուրիշ ենք։ Մենք իրար չենք բռնում, մենք իրար հետ կոնֆլիկտ ունենք։ Հասկանում եք, դուք երբևիցե ուխտի մեզով չեք լվացվի, իրանց մոտ դա ավանդույթ է։ Հասկանում եք։ Փոքր եղբոր կնոջ հետ մեծ եղբայրները հերթով չեն պարկի քնի, իսկ իրանց մոտ դա ավանդույթ է։ Սենց բաներ պիտի բացատրենք, որ հասկանան։ Պարոն Սարգսյան, ասում եք Եվրամիությունը, եվրոպական երկրները ներդրումային ծրագիր տրիպի մեջ չեն անելու։ Իհարկե չեն անելու։ Միացյալ Նահանգները անելու են։ Ոչ։ Թրամփը անելու է։ Ոչ։ Ինչին է պետք Թրամփի Ամերիկայի բյուջեն այս ամբողջ պատմությունը։ Ոնց որ կտրեն տանեն։ Ում ինչը։ Բա դա Իսրայելի պահանջն է եղել։ Ադրբեջանին հզորացնել։ Ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ ոչ մի բան։ Հերրական նպատակը Հայաստանի, ասենք, ոչ միայն արևելան ճակատ ստեղծեն, այլ նաև Նախիջևան ստեղծեն, որը կապած է։ Իրանք հիմա չեն կարողանում շատ զուրկ տանեն վերահսկվում։ Իրանց նպատակը դա է։ Խոսքը ես որ ասում եմ հարցակցություն չեմ ասում հիմա է, ես որ ասում պատերազմ չեմ ասում վաղը։ Այսինքն լինելու է։ Դուք պետք է հասկանաք, որ հիմա կառավարությունը իր նախընտրական վարկանիշները ապահովելու համար, Թրամփի հետ լավ լինելու համար, ինչ որ այս մի հիմարի հետ, այն մի հիմարի հետ, Պուտինի բան, սենց, բայց այս ամեն ինչը գնում է մեր անվտանգությունից ոչ թե հիմա, 20 տարի հետո։ Մենք հիմա պետք է կառուցենք 20 տարի հետոյի ճակատամարտը։ Այսինքն մենք հիմա կոպիտ ասած ես որ լինեմ իշխանության, ես գիտեմ ինչ ան, որ այնտեղ չարցակվեն մեր վրա, բայց հիմա ես տեսնում, որ այս կառավարությունը լրիվ հակառակն է։ Եվ ճանապարհները ռազմավարական կետեր են անվտանգության համար։ Ճանապարհները նաև, նույնիսկ տեսեք, դու կարող ես ճանապարհ, ինչ եմ ես ասում Եվրամիության անդամ դառնանք, հա։ Եթե լինես Եվրամիության անդամ երկիր, այդ ճանապարհի պաշտպանվածությունը ֆիզիկական հողի վրա կլինի երկրորդական, որովհետև դու կլինես 503 միլիոնանոց մեծ աշխարհում ամենամեծ տնտեսության եւ մեծ հաշվով աշխարհում ամենամեծ բանակի այդ բանի միության մի տարը, մի կտորը։ Բայց դուք ասիք երբ եւ երբ։ Հա, հիմա հարցը հետեւել։ Ներողություն, եթե եք ասում։ Եթե մենք լինենք եվրոպական միության։ Եթե, չէ, տեսեք, եթե ճանապարհի մասին ենք խոսում, դրանց տեղում պաշտպանվածությունը էականը, եթե դու չես, то հենց հիմա, եթե դու ես, то այդքան էական չի։ Լավ։ Այսինքն, եթե մենք լինենք Եվրամիության անդամ, հենց հիմա, եւ Նիկոլասի բացում եմ, կասեմ լավ, օքեյ, ուղղակի տենց որտեղ այնտեղ կա Frontex, այնտեղ կա հազար ու մի բան, այնտեղ կան ստանդարտներ, այնտեղ կան արբանյակային նավատորմեր, այնտեղ կա զորք, զինամթերք, այնտեղ կա, ասենք, չգիտեմ, Բրուսել, որը կարա SWIFT-ից անջատի Ադրբեջանը, այսինքն եթե դու հարցակվես, որտեղ SWIFT-ը եվրոպական է։ Բայց դու ոչ մի բան ես, դու ոչ մեկ ես։ Քո հույսը ոչ մի բանն է։ Հիմա ինչ եմ ես ասում այդ Շանհայի մասին խնդալու է։ Շանհայ դու չես մտնելու։ Դու կարաս հետաքրքրված լինես, չէ՞ ես ասում սուտ է խոսում դա։ Խասաթա սարքե, անիմաստ սուտ է խոսում։ Հաշվարկը գյուղական բնակչությանը խապելն է։
Գյուղական, որտեվ գյուղը չգիտի Շանհայյան համագործակցության այդ բանը ոնց է այնտեղ կարգման, հզորա լավա Չինաստանի հետ լավա, մեր գերագույնը Չինաստանի հետ էլ լավ, Եվրոպայի հետ էլ լավ, հետո խոսում ես գլուխ բռնում ես, ասես լցել է սրանց գլուխը լցե, ստերի հերը անիծել է։ Ուրեմն Շանհայի անդամ մենք չենք դառնա, որովհետև այնտեղ կա Պակիստան, որը բլոկ է անում։ Վերջակետ, չի լինելու դա։ Մոռացեք, չի լինելու։ Դու չես կարող Չինաստանի հետ դուրս գաս ուղիղ հարաբերությունների մեջ, որովհետև Չինաստանը կապող քո միակ ճանապարհը ԵԱՏՄ-ով է։ Չես կարող։ Եթե կա ԵԱՏՄ, դու չես կարող Չինաստանի հետ ունենաս ուղիղ կապ։ Վերջակետ, մոռացեք դրա մասին։ ԵԱՏՄ-ն քեզ չի թողի, որտեղ ինքը նույն ապրանքը ամուրը անցնում է Վլադիվոստոկում Ռաստամոշկա է անում։ Ինքը քեզ իր Վայլդբերիսով այդ զիբիլը տես կծախի։ Խիա թողում որ դու բերես Չինաստանից։ Կամ ինչ որ Կազախ։ Նույն բանը կանի, կամ Ղրղըզ։ Ինչն է խնդրեմը։ Իրանք Չինաստանից սաման դու չունես։ Ինչքան կարելի է Նիկոլին բացատրել, ընկեր մի գնա այն տնտեսական բաները, որոնց հետ դու ընդհանուր սահման չունես։ Մի գնա թե մի ասա։ Չէ, Գնալը եւ ասելը նույնն է։ Հա, դե իմ ամեն դեպքում շատ խնդալու է։ Մենք Եվրոպայի հետ ընդհանուր տնտեսական սահման ունենք, դա Թուրքիան է։ Բայց ինքը Եվրոպայից ամեն կերպ հրաժարվում է։ Գնում է ստեղծում այն ինչ որ իր համար բաներ, լեգենդներ, վարդագույն պոնիներ են վազվզում, այտենց իրավոտ, որ ԵԱՏՄ-ն, Շանհայը, հա լավա բանը չի վերցնում են ասիական բանը ինչ է դա Հարավ-Արևելյան Ասիայի հետ, որ Ավստրալիան, բան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները անդամ են։ Դու գնա այնտեղ Վիետնամ են գնաց։ Վիետնամի հետ էլ փխափխա անեն։ Խիելի։ Ես մենակ դրա վրա եմ զարմանում։ 13 տարեկան ինչ-որ պրեշիկոտ երիտասարդի տպավորություն է թողում այս կառավարությունը։ Որ ինքը չգիտի կարատե է ուզում պարապի, թե կլարնետ։ Այն աղջիկն է դուրը գալի, թե ասենք շոկոլադը։ Մամային է սիրում, թե մառոժնին։ Այ մոտավորապես այսպես նայում ես, ինչ-որ այտենց տարիքում մի հատ բան, Նիկոլին որ պատկերացնեք այդ հարցերը տալու, չոտքի ինքն է։ 4-րդ հանրապետություն, ինչ 4-րդ հանրապետություն, տղա ջան, ինչի մասն է քո 4-րդ հանրապետություն։ Նոր սահմանադրություն, նոր հանրապետություն։ Վայ մորս։ Երևի այդպես պետք է կարգախոս լինի, չկար դեռ։ Շատ խնդալու է։ Ես ասում եմ, դուք ցավոք սրտի մարդիկ շատ սրտին մոտիկ են ընդունում ու շատ են նեղվում էլի նրա բանը դրա համար բայց իրականում ինքը շատ ծիծաղալու վիճակ է Լավ ավարտում ենք այսպիսով մեր հարցազրույցը ոնց ասեք դե թե ինչ որ լավ լուր գիտեք ասեք թաքուն ինձանից որի դա լիքը լավ լուր կա բայց որի մացել եք ինձանից թաքուն չէ դա չեմ բան արել ես չեմ հավաքում լավ լուրեր գաղափարապես Լավ լուրը դա իրականում ֆոնի վրա է, այն որ ասենք ես լավ լուր է, ինքը ես ֆոնի վրա, բայց ֆոնը այն որ ասում է բազան այնքան վատն է, որ ինչ ասես կարա լավ։ Լավ լուրը նա է, որ մենք ունենք ժամանակ այս ամեն ինչը գիտակցելու եւ ինչ որ քայլեր նայ այդպես ասել։ Նայ լավ լուրը այնա որ Եվրոպացիների հետ ոնց որ թե իսկապես հարաբերությունները գնում են առաջ։ Դե դա վաղուց է։ Այդ ոնց որ զատիկից հետո ներկայացում եմ խոսում։ Չէ, զատիկից հետո չէ, գնում է առաջ, չի կանգնած, չի հետ նահանջում։ Չի կանգնի, տեսեք, այդ չի լճանում։ Մի անգամ ասել եմ, մի հատ էլ պատրաստ եմ դա միշտ ասել։ Անկախ նրանից թե այսօրվա կառավարությունը որքանով է ուզում կասեցնի այդ գործընթացը կամ իր կողք կանգնած այդ սուպեր դախլչիները եւ ինչքան փող են ուզում բռնել ուրիշ տեղից, այդ գործընթացը գնում է եւ չի դադարելու։ Քանի որ Հայաստանը ինքը էլի ասում է եվրոպական քաղաքակրթության մասը դա ինչ որ շատ վեհ է հնչում մարդիկ չեն հասկանում Եվրոպան Հայաստանից չի գնացել Եվրոպան Հայաստանում փորձել են ճնշեն հիմա շատ պարզ եմ ասում ինչի դուք չադրայով չեք ման գալիս տեսեք որքանով են ճնշել մի հատ շատ հետաքրքիր օրինակ բերեմ ժամանակ ունենք կարամ ասեմ երբևիցե չեք մտածել չէ որ հաց ու աղ տալը դա թուրքական բան թուրքական ավանդույթ է ռուսներն ունեն խլեբ սոլ այո որովհետև ռուսները թուրքական բանի տակ թաթարական բանի տակ են թուրքական ոչ թե թուրքական այո ինչու աղը իրանցն է հելենիստական ավանդույթով
որը Իտալիայում մինչև հիմա պահպանված է, ինձ թվում է Հունաստանում որ մանգակ բան կանեն, դա հացը եւ գինին է։ Իսկ թուրքական բաների մեջ, ժողովուրդների մեջ այդ բանը կա, որ նստել ես սեղանին աղա եղել ինքը, դա չի տշնամանա, քեզ երբեք չի սպանի, այդ իրանց ավանդույթն է։ Քոչվորների մոտ մեծ հաշվով, դա ռուսները դրա տակ են, աղնասրբություն եղել, միշտ չի եղել ուղղակի, որտեղ իրանք քոչում են, աղը տենց չի լինում։ Դու միշտ պետք է մեկից առնես այդ աղը։ Ռուսաստանում նույնիսկ բանին 16-17 դարում բաներ են եղել, Ստալինի բունտի։ Այսինքն աղի համար մարդիկ ապստամբում էին, Աղի գլուխներ էին։ Հա, բանը թագավորական բանով էր գալի, փիչած թանկացնում էին, դե որ փողը չէր հերիքում, Պյոտրի բանի ժամանակ, պատերազմների ժամանակ, գինը թանկացնում էին աղի, մարդիկ ելնում էին բոբո։ Ռուսաստանում աղը շատ կարևոր է, այսա կասեմ բանում էլ ընդդեղել, որովհետև խոնավ է եւ իրանք միսը բանը որ պահպանում են, այդ թթուները, այդ աղի ձուկը բանը որ կա, իրանք այտենց են պահում։ Նույն բանը իրականում քոչվորների մոտ է, այդ թվում թուրքական այդ բաների ցեղերի մոտ, ու բաստուրման բան, իրանք էլ ունեն այտենց մի բան։ Դու միսը աղի մեջ ուղակի դնում ես, որ ինքը ջուրը քաշի, պահպանվի, երկար պահվի եւ այլն։ Աղը դա մենք չունենք այդ ավանդույթը։ Դա մերը չի։ Դա ռուսական ազդեցություն է, այսինքն թուրքերից է գալի։ Հաց ու աղ մենք չունենք։ Բայց մենք ճնշված ենք եղել այդ ավանդույթով եւ հիմա նույնիսկ եկեղեցին է դա տալիս։ Տեսա Կրոմի պապը եկավ Մաշելյանի մոտ։ Պոլս իրան տվեցին հաց ու աղ։ Հիմա ասեմ ինչի է դա վատ։ Ռուսական ավանդույթը մերոնք վերցրել են մինչև վերջ, ոչ թե հաց ու աղ են տալի։ Այլ տալիս են, այդ որ հյուր է գալիս, բանը դուրս են գալիս, հիմնականում աղջիկներ, որոնք այդ հացը եւ աղը պահում են։ Մոկտի դաժան բան ասեմ, իրականում դա ռուսական եւ բանի ավանդույթում քոչվորները որ գալիս էին այդ քաղաքը գրավելու, այդ իրանց հացն էին տալի, որ հացն են տալի, աղն են տալի, որ ամենաթանկն է, ու իրանց աղջիկ երեխեքին են տալի, որ տանեն են բանից անեն։ Եվ երբ որ Հայաստանում դասարկում են ավանդույթ, իմ մոտ հարց է առաջանում։ Լավ եք հասկանում, որովհետև այն մարդիկ ում համար դուք դա անում եք, իրանք դա լավ են հասկանում։ Դուք իրոք այդ երեխեքին Լավ, շատ խորացակ։ Չէ, Չեմ կարծում, որ այդքան խորը գիտեն։ Չէ, դուք ասում եք պետքա կտրվի, պետքա արժեքային համակարգը գա, պետքա գնալ դեպի Եվրոպա, դրանից է պետք սկսել։ Դու պետք է չլինես այնց ոնց որ դու չես։ Հիմա ոնց կլինի որ ստեղ տափողակով հոկեյի շորերով գամ, խնդալու չի, բայց ես հոկեյիստ չեմ, չէ։ Չի կարելի, չէ, ասենք դու հոկեյիստ չես, դու քեզ այտենց բանում։ Խնդան վրա է։ Հիմա ասում եք բանը, բա տեղից է պետք սկսել։ Բա կրթությունը տեղից է գալիս։ Կրթությունը նորաձև է։ Ընդեղից է պետք սկսել։ Մի հատ դու պիտի գնաս կրթվես տղա ջան։ Գյուղական ինտելիգենցիայի ցիլոյով երիտասարդ։ Որտեվ հեծանիվ քշել սովորեցիր, Եվրոպացի դառնալը չսովորեցիր։ Դա էլ հաջորդիվ։ Չունի այդքան ժամանակ։ Պարոն Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը։ Ես եմ։ Եվ ձեր ավանդական, թե չէ։ Չվախեք, չէ, 100%։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, զրուցում Արմեն Գայանի Արաքելյանը։ Բարին ընձեզ։